Իմ թիկունքում Սիզավետի Գագիկ Քոթանջյանի մեղուներն են, որոնք կարճ ժամանակահատվածում եղանակային պայմաններից ելնելով կլինեն Գյումրիում հենց այս այգում։ Լրագրողական մեր հետաքրքրասիրությունն այսօր մեզ բերել է մեղվապահության աշխարհ։ Սիզավետից ժամանակավորապես Գյումրի տեղափոխված այս մեղուները կեսկատակ կեսլուրջ Ուզբեկստանից ներգաղթյալ են եւ առանց կացության կարգավիճակի հարցեր լուծելու արդեն աշխատում են ամբողջ թափով ու իրենց բնորոշ ջանասիրությամբ։ Գարունը Սիզավետում ուշ է գալիս, իսկ մեղուներն անշուշտ ոչ մեկին չեն սպասում, ու այսպես տարին մեկ անգամ նրանք արտագաղթում են Սիզավետից դեպի Գյումրու մի փոքրիկ, բայց մաքուր ու բուրավետ այգի։ Ինչի համար եմ ես բերել գյուղից ստեղ, հիմա տեղափոխեմ մի որոշ ժամանակ հետո գյուղ, որովհետև ընտեղ է պետք հիմնականում։ Պետք է նայել, ստուգել, ժամանակին տեղադրել, վերնահարկել մյուսը։ Մեղվապահությունը Գագիկ Քոթանջյանի համար միայն եկամտի աղբյուր չէ, դա կապ է բնության հետ, կենդանի էակների խնամք ու մի փոքր հոգատարություն։ Նաև կարելի է բացելուց ստուգել կարող է ինչ-որ հիվանդություններ կամ ինչ վիճակներ մեղվի մոտ ինչ է կատարվում։ Դուք կօգնեք ինձ։ Սիրով, բայց պիտի ասեք ինչ անեմ։ Այդպես սեղմեք թողեք, ահա։ Ես բացեմ։ Դիք որ Մասրա էֆեկտը ո՞րն է։ Մեղուն հանգստանակ, ինքը գիտեք, սա հրդե կամ ինչ է, իրանք տես ինչ միանգամից տեղափոխվում գներքեր։ Աշխատասիրություն, ինքնակարգապահություն ու նույնիսկ կազմակերպվածություն մեղուներից շատ բան կա սովորելու, ասում է մեղվապահը։ Մեղուներից մարդիկ պետք է սովորեն շատ բան։ Ամենաաշխատասեր վիճակն է։ Մենք էլ կօգտվենք։ Գագիկ Քոթանջյանը մեղվապահությամբ սկսել է զբաղվել վերջին տարիներին, բայց արդեն որոշել է սա լինելու է ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքի մաս, այլ նաև ընտանիքի փոքրիկ բիզնեսը։ Ու այդ հարցում նրան աջակցել է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։ Ուզեցա օգտվել այս ծրագրից։ Դիմեցի գյուղապետարան, թե ինչ ձևով, ինչ կարգով կարող եմ ծրագրից օգտվել, բացատրեցին, օգնեցին։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայեկյանը նշում է, ծրագիրը նոր է ներդրվել, սակայն մարզում արդեն շահառուներ կան։ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի շրջանակներում շահառուները հնարավորություն ունեն ձեռք բերել մեղվափետակներ 8-12 շրջանակով, յուրաքանչյուր մեղվափետակի մասով փոխհատուցում է տրամադրվում արժեքի 50%-ի չափով, արժեք գնահատվում է 80,000 դրամ եւ յուրաքանչյուր մեղվափետակի մասով փոխհատուցումը կազմում է առավելագույն 40,000 դրամ։ Նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը ծրագրի հիմնական նպատակներից մեկը սա է։ Մարզի բարձրադիր ու սահմանամերձ բնակավայրերում է հատկապես նկատելի հետաքրքրվածություն այս ծրագրի հանդեպ։ Սի լավն է, թազա պետք է։ Հա։ Մինչ ծրագրից կհասցնեն օգտվել նաև այլ բնակիչներ, Գագիկ Քոթանջյանը նշում է, շիրակյան նեկտարը մեղր դարձնելու հարցում մեղուներն իրենց արդարացնում են։ Աստղիկ Խաչատրյան, Խանավ Անիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Ողջունելով նախագահին, Լավրովը նշել է. Շնորհակալություն այս հնարավորության համար այցելել ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը։ Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես
Երևանում է։ Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի։ Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները եւ ահա, ամենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք։ Եվ այսօր մեր գնահատականն այսպիսինն է, առաջինը շատ օգտակար, բայց խոսակցություններ չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ 100%-ով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց եւ անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համար։ Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք։ Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին, այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար արձանագրված քաղաքական պահ էր, այդ թվում հանրային մակարդակով, ասել է Լավրովը։ Շնորհակալություն հայտնելով այցելության համար հանրապետության նախագահն ասել է. «Համոզված եմ, ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար եւ հիմա ընթանում է։ Մենք չենք մոռացել եւ գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում եւ մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները։ Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահապետ պայմաններում, ինչի մասին դուք եւս նշեցիք։ Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց եւ անկեղծ խոսակցություն լինի։ Երբ հնարավորություն է ստեղծվում բաց եւ անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական եւ ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը եւ ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ, ընդգծելով կայուն եւ տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 713 միլիոն 909 հազար դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր, որի մեջ է մտնում նաև Շիրակի մարզի 2 ծրագիր 16 միլիոն դրամ արժողությամբ։ Կառավարությունն այսօրվա նիստով առաջարկել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Այս մասին զեկուցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ, հավելեմ նաեւ, որ նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաեւ միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նաև նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։
Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ Նարական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս առաջարկները քննարկվել են падգամավորի հետ եւ պարոն Հայկ Սարգսյանը ըստ էության համաձայն է այս փոփոխություններին եւ առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաեւ ազգային ժողովում, հաշվի առնելով որ փաթեթը բավականին լայն է եւ զգայուն է ու անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարեւոր է որ այն նաեւ պատշաճ քննարկում անցնի ազգային ժողովում։ Անիտա Դիմիտրիուի հանդիպումները մեր երկրում մեկնարկում են խորհրդարանից պատվոպահակախումբ ու Կարմիր գորգ ազգային ժողովում։ Կիպրոսցի պաշտոնյան հյուրընկալվում է արարողակարգի բոլոր կանոններով։ Հայ-կիպրական դարավոր բարեկամություն ընդհանուր անցյալ տարբեր դրվագներում իրականացված փոխօգնությունը հասրանք են միավորում երկու երկրներին։ Երկկողմ հարաբերությունների մակարդակում գործուն է նաև խորհրդարանի դերը։ Ազգային ժողովի եւ ներկայացուցիչների պալատի միջև հաստատված ջերմ գործընկերային կապերում մեծ է Ալեն Սիմոնյանի ներդրումը։ Մեր երկրի խորհրդանի ղեկավարը 2021-ին երկօրյա այցով Կիպրոսում էր, հանդիպումներում արձանագրվեց օրենսդիր կառույցների համագործակցության գերազանց մակարդակն ու նախանշվեցին հեռանկարային ծրագրերը։ Փոխադարձ պաշտոնական այցով Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանն արդեն խորհրդարանում ընդունում է Ալեն Սիմոնյանն ու ընդլայնված կազմով քննարկում առանցքային հարցեր։ Մեր երկրների միջև գերազանց համագործակցության վառ վկայություն է մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների բացելու փաստը։ Ընդգծելով երկու երկրների միջև խորացող համագործակցությունը Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնեց երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին, առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն էլ իր հերթին ողջունեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը։ Կողմերն անդրադարձան նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի, որի շրջանակում կարևորվեց Կիպրոսի հայ համայնքի գործունեությունը։ Քննարկման սեղանից անմասն չէին տարածաշրջանային խնդիրները։ Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Խորհրդարանի ղեկավարը Անիտա Դիմիտրիուի ուշադրությունը հրավիրեց նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին, կարևորելով անհետ կորած զինծառայողների հարցը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեց մամուլի ասուլիսը, խորհրդարանների ղեկավարներին հարցեր ուղղեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները, մինչ այդ սակայն Ալեն Սիմոնյանը փաստեց։ Գործընկերը Հայաստանի Հանրապետության ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրիին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ։ Հայաստանի կողքին լինելը իմ երկրի սկզբունքային դիրքորոշումն է։ Հայաստանին սատարելով մենք սատարում ենք միջազգային իրավունքին։ Ձեր երկրի հանդեպ ունենք անթաքույց հիացմունք, Հայաստանը մեզ համար եղբայրական պետություն է։ Ասուլիսից հետո խորհրդարանների ղեկավարները եղան նիստերի դահլիճում, ապա ազգային ժողովի այգում ի նշան բարեկամության տնկեցին խորհրդանշական եղևնի։ Խորհրդարանական հաջորդ հանդիպումը ազգային ժողովի եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի падգամավորների հետ էր, հայկական կողմից այն նախագահում է Հայկ Կոնջորյանը, իսկ կիպրական կողմից Հարիս Գեորգիադեսը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը ազգային ժողովից ուղևորվեց կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Տիկին Դիմիտրիուի այցը մեր երկիր ու կարևորեց երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն էլ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի եւ Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահին պարգևատրեց բարեկամության շքանշանով։ Պաշտոնական օրակարգին զուգահեռ Անիտա Դիմիտրիուն Հայաստան կատարած այցի շրջանակում եղավ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում։ Նշենք, որ ամիսներ առաջ Կիպրոսի կառավարության միջոցներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 ընտանիքների համար հիմնվեցին ջերմոցային տնտեսություններ։ Պաշտոնյան ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ ջերմոանմիջական հանդիպում ունեցավ մեր հայրենակիցների հետ։ Պետք է ասեմ, որ այս վայրում գործնականում եւս մեկ անգամ արտացոլվում են մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Ավագյաններն արդեն հստակ որոշել են, թե հիմնված ջերմոցում ինչպիսի գործնեություն են ծավալելու։ Ջերմոցը 250 քառակուսի մետր է, ջրի հարցը լուծվել է, խնդիր չկա արդեն նազրվան կոչվող տեսակի վալունքն եմ ցանել։ Իմ կարծիքով բերքատվությունը այնքան կլինի, որ օգտակար կլինի մեր ընտանիքները ավելի լավ ապրելու համար։ Մինչ Հայաստանից մեկնել է ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք եւ խոնարհում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պաշտոնական այցը մեր երկիր Տիկին Դիմիտրիուն ավարտեց հստակ արձանագրմամբ Հայաստանը Կիպրոսի համար եղբայրական պետություն է։ Երևանում գտնվելու ժամանակահատվածում Անիտա Դիմիտրիուն X-ի իր բլոգում հրապարակեց երևանյան հանդիպումների շարքը կից գրելով. Կիպրոսը եւ Հայաստանը միացված են պատմական եղբայրական կապերով, ընդհանուր սկզբունքներով եւ արժեքներով ու անկոտրում համերաշխությամբ։ Անչափ շնորհակալ եմ իմ ընկեր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Երևան պաշտոնական այցի հրավերի համար։ Գիտեիք, որ դպրոցահասակ դեռահասներից ամեն երրորդը գտնվում է տրամադրության անկումների, տագնապայնության եւ ծանրաբեռնող սթրեսի շարունակական ազդեցության տակ։ Հաճախ կրթական համակարգում առաջնահերթությունը տալիս ենք ակադեմիական գիտելիքներին ու գնահատականներին, սակայն հոգեկան առողջությունը նույնչափ կարևոր է անձի ներդաշնակ զարգացման եւ ուսումնական հաջողություններ գրանցելու համար։ Դեռահասների համար այն հատկապես անդիական է, քանի որ տարիքին բնորոշ բուռն փոփոխությունները հաճախ կարող են դժվարություններ առաջացնել ընտանիքում եւ դպրոցում։ Հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծրագիրը կօգնի աշակերտներին լինել ավելի պատրաստ կյանքի մարտահրավերներին, ինչպես նաեւ իրացնել սեփական ներուժը եւ լինել հասարակական կյանքի մեջ ավելի ինտեգրված, նախաձեռնող, որոնք որ կարևոր նախապայման եւ գործոն են հոգեկան առողջության համար։ Ծրագիրը իրականացվելու է մենթորների օգնությամբ, ովքեր դպրոցներում ուսուցիչների հետ համատեղ ծրագրի բովանդակությունը ինտեգրելու են մայրենի, մաթեմատիկա եւ ֆիզկուլտուրա ծրագրերի մեջ։ Ինչպես նաեւ նախատեսվում են տարբեր հանդիպումներ, սեմինարներ ծնողների հետ, որոնց շնորհիվ ծնողները կիրազեկվեն ոչ միայն դեռահասության տարիքի առանձնահատկություններին, այլ նաև դեռահասների հետ դրական եւ առողջ փոխհարաբերություններ ստեղծելու վերաբերյալ թե գիտելիքներին, թե գործնական հմտություններին։ Փորձագիտական խումբն իր աշխատանքը սկսել է կրթական համատեքստում հոգեկան առողջության սահմանման մշակումից, որն իր հերթին ունի 3 հիմնարար բաղադրիչներ։ Մտավոր բարեկեցությունը ներառում է ճանաչողական գործընթացների զարգացումը, որն իր հերթին օգնում է ավելի լավ հասկանալ եւ ճանաչել երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապերն ու օրինաչափությունները։ Այն նպաստում է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության մարտահրավերներին դիմակայելու կարողության զարգացմանը։ Հուզական բարեկեցությունը հնարավորություն է տալիս աշակերտներին ճանաչել սեփական հույզերը, կարգավորել եւ արտահայտել դրանք արդյունավետ կերպով։ Այն կարևոր գործոն է ինքնակարգավորման, հուզական տոկունության, ինչպես նաև հոգեբանական ճկունության զարգացման հարցում։ Իսկ սոցիալական բարեկեցության շնորհիվ անձը կարող է արդյունավետ հարաբերություններ հաստատել իր եւ միջավայրի միջև, մասնակցելով համայնքի կյանքին եւ ունենալով սեփական ներդրումը։ Այսպիսով ունենք նպատակ դպրոցներում ձևավորել այնպիսի կրթական մշակույթ, որտեղ հոգեկան առողջությունը անձի ներդաշնակ զարգացման եւ ուսումնական հաջողություններ գրանցելու գրավականն է։
Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ Պատասխանելով հարցին, թե որն է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման հարցի վերաբերյալ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի դիրքորոշումը, Ռուբիոն նշել է, որ դեռևս որոշում չկա, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացած է խաղաղության հաստատման վրա։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, եւ մենք երկու երկրի, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի, ասել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որ Վաշինգտոնը կցանկանար։ Օմանը հայտարարել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Իսլամական Հանրապետությունը համաձայնել է որպես միջնորդ հանդես եկող Օմանի առաջարկին, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայեին։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է եւ հաստատակամ պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը, խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում եւ ջանք ու եռանդ չի խնայի, նշել է արտգործնախարարության խոսնակը։ Վաշինգտոնի հրեական թանգարանի մոտակայքում սպանվել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանության 2 աշխատակից։ Վաշինգտոնի ոստիկանապետ Պամելա Սմիթը հայտնել է, որ կասկածյալին պատահարից առաջ նկատել են մայրաքաղաքի հրեական թանգարանի դիմաց քայլելիս։ Նա արդեն ձերբակալված է։ Սմիթի խոսքով կասկածյալը ձերբակալության պահին գոչել է ազատություն Պաղեստինին կարգախոսը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հնչած կրակոցները որակել է հակասեմականության դրսևորում։ Ըստ Reuters-ի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը հայտարարել է, որ սպանված աշխատակիցները եղել են նշանադրությանը պատրաստվող զույգ։ Նա նաև տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հնարավորն անել հակասեմականության դեմ պայքարի համար։ Անկախ հավաքվելու առիթից լորեցիների զրույցները, չգիտես ինչպես սկսում են պտտվել իրենց մեծ համագյուղացու Համո Սահյանի շուրջ։ Այս անգամ փորձում են հիշել, թե գրողի հայրը Սահակ Ամին քանի երեխա ուներ առաջին կնոջից, քանիսը երկրորդից։ Համոն, Լիթը, Հասմիկը, Հայկուշը, Ելենը։ Այդ 5-ը իրար։ Հետո պայծառնություն։ Գյուղի միակ ջրաղացպանի 83-ամյա հարսը պատմում է. բանաստեղծն ամուսնու քրոջներ սիրահարված։ Այս տողերը նրան են ձոնված։ Առներ սերս գեղչկական, մի անգամ եւս տաներ ջրաղացպանի աղջկան։ Հրաշք լիներ, կրկնվեր, այն հրաշքը իրական։ Այդ որ գրել է, հենց մեզ չգրել։ Շատ ուժեղ սիրահարված է եղել, բայց դե վաղը մի քիչ ամոթ են ունեցել աղջիկները, ով այտենց ազատ։ Իմ կիսուրս պատմեց, կիսրալս ասեցին, որ այդ մեր հետո ես 61 թվին եմ ամուսնացալ, իրանք պատմեցին, որ Համո Սահյանը ուզելիս է եղել, ուղղակի չի ստացվել էլի։ Այդ աղջիկը քյուրական է սովորել, ինքն էլ Բաքու ակինացեց։ Համաձայն չէ Սահյանի պատկից հարևանը, որ նման պատմությունները պիտի հասարակության սեփականությունը դառնան։ Ինքը ջրաղացպանի աղջկան հիշում է։ Ասում է գուցե սիրել է, բայց թաքուն ու սիրուն, որ գյուղի բերանին ծամոն չդարձնի։ Դե հիմա դա ասել է խոսքա կներես, հիմա կարող է մարդը տղա եղել մի 10 հատ աղջիկ սիրել։ Հիմա այդ բան չի իր հորքուրի սիրում ա եղել։ Ես էլ ենե թողին դաս, ես էլ Համո Սահյանի քրոջն եմ սիրում եղել։ Փոքր գնաց ու իր մոտում ասին, սիրում եմ եղել ամուսնանային ու չամուսնացան։ Հիմա ասեմ ինչ ա եղել, պետք է պատմեմ ինչ եմ Համո Սահյանի քրոջը ամուսնացել։ Տենց է բախտ վիճակվել, տենց ենք ամուսնացել։ Քույրը նման չէր Համոյին, ավելի խոսկան էր ու կատակասեր։ Մեծ լորեցին հորն էր նման լռակյացությամբ։ Սահակ Ամին էլ խոսել չէր սիրում։ Այս թաղամաս ուշ են տեղափոխվել։ Համո Սահյանից վաղարշակը տարիքով փոքր էր, բայց Սահակ Ամու երկրորդ ամուսնությունից ծնված երեխաների հետ խաղընկեր էին։ Այս տունը իրանց իսկական տունի չի։ Իրաց տունը ուրիշ տեղ ա եղել։ Այս տունը հետո եկեղեցու դեմի տունն ա եղել։ Այս տունը որ կառուցել են երկրաշարժի ժամանակ, որ 32 թիվն երկրաշարժ ա եղել։ Ժողովրդին ոնց որ այսպես սպիտակ եմ լիննականում չի։ Մենք էլ ենք ներքևում ապրում եղել։ Այդ տները պետությունը եկել է սարքին, ոնց ասեմ, քարփիչի տներ ա կոչում, հողից քարփիչներ։
հայերեն քերպիչա կոչում թե աղյուս լավ կների աղյուսա կոչում աղյուսի տեն այ երևում աղյուսներ ներևում կարակնդն նայ իրաց պատմիլ երևում աղյուսը տները աղի տեղադրել են ժողովրդին մարդկանց տեղավորել են Դժվար տարիներ էին, սարերի մեջ թաքնված այս գյուղը ճիշտ է մարդաշատ էր, բայց աղքատ։ Սահյանն անտարբեր չէր, ջուր, անասնակեր, գյուղից Երևան գնացած ուսանողին տեղավորել, ինչ հարց էլ ծագեր։ Լորեցիները նրան էին դիմում, օգնությունը չէր ուշանում։ Ասում էր ես ինչի պետք է ասում մինիստրին ասեմ, որ մեր գյուղը մի վագոն կոնդիկորում տվեք։ Ինքը գիտի որ ասում է անասուններն ասում է պետք ուտեն, վերջը պետք է գոյատևեն։ Ինքը գիտի որ Համոսայանի գյուղն է մի բանով էլ թե իրանք օգնած լինեն Համոսայանը այն ժամանակ ասեն այն բան են կառուցել ջուր են բերել գյուղը որ քանի տարիներ առաջ է երևի քանի տարի կլի 40 տարուց ավել է չէ երևի ջուր են բերել գյուղը որ մարդիկ այն վաղ հիմա են իսիմ ինչ ծրագրերով ջուր են բերեմ օգնում են տանում են բայց այն ժամանակ ինքը օգնել է գյուղ բոլորի տներում ջուր կա կներես Բաղնիկ ունեն, զուգարան ունեն օրինական կարգով։ Սա համոյի առանձն է, ով պետք է անել։ Պատանի համուն կրթություն ստանալու համար 14 տարեկանում Բաքու է մեկնել, վերադարձել արդեն հանրաճանաչ։ Նրա տուն-թանգարանի միակ աշխատակիցը փաստում է, անկախ դիրքից նա համագյուղացի ընկերներին չէր մոռանում։ Մի քանիսի հետ մտերմություն է արել մինչև կյանքի վերջ։ Ինքը երբեք լորից չի կտրվել, միշտ լորի հետ կապը պահել է եւ իր ընկերների հետ, իր մանկության պատանեկության ընկերների հետ, իր համադասարանցիների հետ, երբ գիրքը տպագրվում էր, առաջին գիրքը 5 գիրք վերցնում, իր 5 հավատարիմ ընկերների հետ, համադասարանցիների հետ հանդիպում էր եւ սիրով նվիրում էր նրանց։ Համոսահյանի տուն-թանգարանը պետական հոգացության ներքո չէ։ Վնասված է տանիքը, անձրևոտ օրերին առաստաղը տեղ-տեղ թրջվում է։ Կա նաև ժամանակակից տեխնիկայի պակաս։ Միակ աշխատակիցը վճարվում է համայնքապետարանից։ Նա պատրաստակամ է Սահյանի տան դռները բացել օրվա ցանկացած ժամի։ Մայիսի 20-ին ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը նվիրված էր կենտրոնի գործունեության 10-ամյակին։ Ներկային ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ հյուրեր։ Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջայց կատարեցին օպերատիվ կառավարման բաժնում, ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, արագ արձագանքման կարողություններին եւ նորարարական լուծումներին։ Ցուցադրական վարժանքը արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով էր՝ ավտովթար, պայթյուն, հրդեհ, արգելափակում շենքում, ականազերծում, քարաթափում եւ այլն։ Փրկարար ջոկատները օպերատիվորեն մարեցին հրդեհը, պարանային տեխնիկայի կիրառմամբ իրականացրեցին տուժածների տարհանում, իսկ բարձրատիր հատվածներում ցուցադրեցին մագլցման հմտություններ, ցուցաբերելով արագ եւ համակարգված արձագանք։ Առաջին բուժօգնություն ցուցադրական վարժանք իրականացրեց 911 ծառայության հանձնակազմը։ Իրականացվեց նաև ստացիոնար բուժօգնության կարիք ունեցող տուժածին ուղղաթիռով տեղափոխման իմիտացիա։ Կենտրոնի տարածքում ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում կիրառվող ավտոպարկը, հրշեջ, ջրափրկարարական, 911 առաջին բուժօգնության եւ այլ մասնակիտացված մեքենաներ։ Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն բարձր գնահատեցին կենտրոնի գործունեությունը, ընդգծելով համագործակցության, կուտակված փորձառության եւ արձագանքման արդյունավետ համակարգի կարեւորությունը։ Ավարտին Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ից 3-ը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն։ Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո նաև բացատրական աշխատանք։ Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին եւ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծննությամբ BMW մակնիշի մեքենայում հայտնաբերվեց թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։